Պարոն նախարար, սիրելի Արարատ, շնորհակալություն ձեր հյուրընկալության համար, պարոնայք պատգամավորներ, շնորհակալություն, որ այստեղ եք ինձ հետ, տիկնակ եւ պարոնայք, սիրելի հայ բարեկամներ, քիչ առաջ, երբ իջնում էինք Երևան Արարատի հայացքի ներքո, մտածում էի, որ ժամանակն է սիրելի Արարատ, պատասխանել ձեր հրավերին եւ այցելել Երևան եւ մեծ ուրախությամբ եմ ես այստեղ գտնվում, սա իմ առաջին այցն է, ուրախություն, որը նաեւ հուզումնալից է, որովհետեւ այս տարի նշում ենք հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, բայց նաև հպարտությամբ լեցուն ուրախություն, քանի որ մեր երկրների հարաբերությունները երբեք այսքան ինտենսիվ եւ վստահելի չեն եղել, որովհետեւ բարեկամությունը կապում է վաղուց հնամյա բարեկամություն է մեզ կապում, արմատավորված անցյալում եւ հավատարմության մեջ, հավատարմություն նախ մեր համատեղ պատմությանը, ահա ինչու ես շատ հուզված եմ, որ քիչ հետո մասնակցելու եմ Լուի Դարտիժ Դյուֆուրնեի հարգանքի տուրքին, որը 1915 թվականին մասնակցել է Մուսալեռան 4000 դիմադրողների փրկությանը։ Հավատարմություն նաև ցավի պահերին, ողբերգության պահերին, ահա ինչու Ֆրանսիան շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կողքին, բայց նաև Հայաստանի կողքին։ Երբ խոսում եմ Ֆրանսիայի մասին, ես խոսում եմ նաև պատգամավորների մասին, որոնցից 7-ը այսօր ինձ հետ են եւ քանի որ պարլամենտական դիվանագիտությունը եւս շատ կարեւոր է մեր երկկողմանի հարաբերություններում, ես մտածում եմ նաև համայնքների մասին եւ քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Սփյուռքի մասին, որոնք բոլորը մոբիլիզացվում են հանուն Հայաստանի, նրանք մեզ զգոն են պահում, նրանք մեզ ուղղորդում են եւ աջակցում են, ուստի շնորհակալություն եմ հայտնում նրանց։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։